ով էր Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, 0 քաղաքական դերակատարություն ունեցող անձ, ահա եկավ Նիկոլ Փաշինյանը եւ այդ 0 քաղաքական դերակատարություն ունեցող անձից Սարգես ընդդիմության առաջնորդ, հաղթած նախագահ, մինչ այդ Ռոբերտ Քոչարյանի անվա շուրջ այնպիսի իրադարձություններ էին ուրեմն պատտվում, այնպիսի լուրեր էին պատտվում, այնպիսի մեղադրանքներ էին ուրեմն ուղված Ռոբերտ Քոչարյանին, էլ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչ, էլ մարտի 1-ին ժողովրդի վրա կրակած ուրեմն հանցագործ, էլ կոռուպցիայի պարագլուխ, չգիտես ինչու ու ինչ հանգամանքների բերումով Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք Ռոբերտ Քոչարյանի ճակատից ոչ միայն մաքրվեցին այդ խարաները, այլև Ռոբերտ Քոչարյանը դարձավ հաղթած նախագահ, Ռոբերտ Քոչարյանը դարձավ ուրեմն արդարացվեց մարտի 1-ի գործով, կոռուպցիայի մեղադրանքներից որևէ մեկով որևէ պատասխանատվության չենթարկվեց։ Այսօր էլ մարդը ասում է, դե որ ես դառնամ վարչապետ, ես էլ առևտուր կանեմ Ալիևի հետ։ Իրոք, ինչպես կասեր դասականը, բայց որ Ալիևի հետ առևտուր էիք անում, անող էիք։ 20 տարի ինչի հնարավորություն տվեցիք Ալիևին, 20-30 տարի Ալիևին ծնկած տեղից ոտքի կանգնել, վերազինվել, ռևանշի դիմել,